Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 430 դրամով է վաճառվում, նախ ինչ կասեք, սա ինչպես կազդի Հայաստանում դիզելային վառելիքի շուկայի վրա եւ ընդհանուր դեմպինգի վտանգ հնարավոր է։ Շնորհակալություն, որ ասում եք նախատեսված գնից էժան է վաճառվում, հայտարարությունը չեմ կարդացել, չգիտեմ ով ինչ հայտարարություն արել, անկեղծ ասած, բայց բենզինը վաճառվում է էժան, որովհետև էժան ներմուծվել է։ Ցանկացած ապրանք, դա եմ հենց մրցակցության տրամաբանությունը, երբ որ որևէ ապրանք էժան է ներմուծվում, պետք է էժան է վաճառվում, որովհետև հակառակ պարագայում ընդհակառակը ասելու են գնի չիմնավորված բարձրացումը։ Դեմպինգի ռիսկ եւս չկա, որովհետև դեմպինգը նշանակում է տնտեսապես չիմնավորված էժան։ Երբ որ տնտեսապես չիմնավորված է, իհարկե այդտեղ կանխարգելիչ միջոցառումներ կանեն կամ process կգեներացնեն, բայց այս բան չկա։ Ինչ վերաբերում է ընդհանուր շուկայի ազդեցությունը, դե ծավալը հայտարարվածը տեսել եք, կարծում եմ փոքր է մեր երկրի ընդհանուր սպառման ծավալը տարեկան շուրջ 200,000 տոննայի կարգի է գալիս, ինքին շատ փոքր ծավալ է, եթե էժան շատ ծավալի բենզին ունեն, բնականաբար դրական գազի եւ գինը կիչնի, բայց հանգամանքներն պետք է նայել մի քանի տեսանկյունից, ինքը որպես այլընտրանք, որպես լոգիստիկ այլընտրանք, որպես ապրանքի այլընտրանք, կլինի դա բենզին, շաքար, կարագ, ձեթ, որտեղ մենք տևական ժամանակ բենզին ներմուծում ենք եվրոպական երկրներից, որտեղ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դա խնդիրներ կային։ Հիմա դա երրորդ երկրից ծագման է, թե հենց ադրբեջանական ծագման բենզին է, որակի մասին նաև այդպես ահազանգետ մտահոգություններ ավելի ճիշտ։ Սա ադրբեջանական բենզին է, որակի հետ կապված մենք մտահոգություն չենք լսել, բայց եթե որակի հետ կապված բան կա, նույն ստանդարտ process-ն է, բոլորը լաբորատոր անալիզ է անցնում, եւ եթե որակի հետ կապված խնդիրներ չէր մտնի, որտեղ միայն ԵԱՏՄ երկրների շրջանակում ներմուծված ապրանքը սահմանում փորձաքննության չի ենթարկվում, մնացած բոլոր ապրանքները փորձաքննության ենթարկում մեր գործընկերները այդ process-ը պատշաճ կազմակերպել են։ Գևորգյան, բազապես հետագայում գնի փոփոխության վերաբերյալ վերլուծությունները, երբ որ նայում ենք, նշում են, որ նույն ադրբեջանական բենզինը Վրաստանում հենց այն բենզինը, որը ներմուծվել է Հայաստան, ավելի բարձր է գնով եւ հնարավոր է, որ հետագայում այդ նույն բենզինը կարող է ավելի բարձր լինել եւ Հայաստանի շուկայի վրա տնտեսության։ Որն է խնդիրը, թող որոշ ժամանակ հետո, ասենք թանկ եղավ, մարդիկ չեն առնի թանկը։ Հասկանում եք, չէ՞, սա այն տարբերակը չի, որ այնքան մեծ ծավալի մի օր բերել են, լցրել ենք Հայաստանում, որ մի շուկայից մնացած բոլոր խաղացողները դուրս գան, չկարողանան ունենալ այդ հնարավորությունը եւ հաջորդ օրը միանգամից թանկացնեն մեր տնտեսությունը վարի գնա, ժողովուրդ ընդհանրապես ներմուծվել է փորձնական հապականակ, ենթադրում նաև հայտարարությունները տեսակ, որ երկաթուղի գումար չի գանձել, դրա արդյունքում եւս գինը բնականաբար իջել է։ Հետո ուղղակի սա փորձնական ընդհանրապես մի որը չի կարող որևէ ազդեցություն ունենալ, որովհետեւ դրա քանակը այնքան քիչ է, որ կարծում եմ շատ արագ վերջանալու է այդ ամենին։ Հետո արդեն երբ որ կլինի նորմալ արդեն տնտեսական գործընթաց, այդ ժամանակ կհասկանանք արդեն որ բենզինն է թանկ, որ բենզինն է էժան։ Հիմա մենք բերում ենք Եվրոպայից բենզին։ Մեզ ժամանակին ասում ենք, երբ որ սկսեց այդ խնդիրը առաջանալ, այ կործանվելու ենք, չէ՞, բայց հիմա ինչպես տեսնում եք, 10 դրամի տարբերություն եղավ։ Ինքը բորսայական ապրանք, էլի ժողովուրդ հանգիստ եղեք այդ առով։ Գևորգյան է, եւ ինչպես է եղել, որ այդ երկու ընկերությունները Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը ինչպես է տեղեկացել այդ բենզինի մասին, որովհետև սա հրապարակային չի եղել, արդյոք քննարկումներ են եղել, այս ընթացակարգը մութ է մնում, նաև Սամվել Ալեքսանյանի կնոջ բարեկամին վերագրող ընկերություններից մեկն է այդ բենզինը։ Շուկայի մասնակիցներից բոլորն իմացել են դրա մասին։ Այսինքն կառավարությունը ասել է։ Ես չգիտեմ ով է ասել, բայց շուկայի մասնակիցները բոլորն կարծում իմացել են դրա մասին, մա ենթադրում իրանք ցանկություն ունեցի, իրանք բերել են, եթե երրորդ մարտն է ուզենա գնա բերի, ենթադրում կբերի։ Բայց ում ասեմ, այդ ընդհանրապես փորձնական իմ պատկերացում բանակի, այդ արդեն տնտեսական նորմալ հարաբերությունների ժամանակ սկսենք հասկանալ, բայց էլ եմ ասում, այդ մտավախություն տվեց մանվուլում մի քանի անգամ կարդացի, որ վայ էժանով եկանք, հիմա կգրավենք մեր շուկան, հետո վաղ թանկացնենք, տրամաբանականը, որ սա պետք է լիներ էժան, սա փորձնական խմբականակ է, սա երկաթուղին գումար չի գանձել, լոգիստիկ ծախսերը չեն ավելացել։ Հաջորդ անգամ եթե Վրաստանը արդեն գանձի այդ ճանապարհը։ Վրաստանը սկսել է նույն քաղաքականությունը վարել, ինչ որ մնացած երկաթուղին հետ կապված, բնականաբար երկաթուղու գումարը կլինի, բայց կարող նաև դրական հանգամանք կլինի, երկաթուղու գինի իջնի, որտեղ մենք արդեն այլընտրանք ունենք։
այդ մրցակցության առումով էլի ըստ մամուլի տեղեկությունների խոշոր ներմուծողների հետ հանդիպում է եղել, այսպես ասած, տիպողաբար, հա, որ պետք է պարտադիր ադրբեջանական բենզինը ներմուծվի եւ սպառվի։ Իսկ մի հատ հարց տամ, իսկ ինչի խոշոր ներմուծողները չեն բերել, եթե ստիպել ենք, կամ ըստ նշանակման մենք ընդհանրապես Հայաստան 4 հոգի է, նախ երկրորդ ընկերությունը կարծես թե չգիտեմ բարեկամական կապերը իրաց դա այդքանից չի հետաքրքրում, իսկ որպես ընկերություն է հետաքրքրում, ինքը որևէ խոշոր ներմուծող չի հանդիսանում բենզինի եւ դիզելային վարելիքի շուկայում, իսկ Ranoil ընկերությունը, այսինքն Հայաստանում կա 5 ընկերություն, որոնք ձեզ հայտնի են, կան իհարկե Maxoil, CPS, Flash, Shell եւ Ranoil։ Հիմա Ranoil-ը չի գտնում ոչ առաջի, ոչ երկրորդ տեղում։ Ուզում ասեմ, այդ որ ասում են խոշոր ընկերություններին ստիպել են, ես ստիպելու դեպք չեմ տեսել, ենթադրում եմ իրանք չեն բողոքում, ոնց չէ, որ իրանք ստիպել են ինչ-որ մեկը։ Չէ, բայց եթե ստիպեին, կարծում եմ շատ բերողներ կային եւ չհաշված որ լիքը բերող կա, որ դուք չգիտեք դրանց մասին, կարծում եմ դրանք ուղղակի խոսակցություններ են։ Շնորհակալ եմ, լավ օր ձեզ։